Sportcast. Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, Sportcast-ի հերթական թողարկումն է, այսօր անդրադառնում ենք աղջիկների կանանց ֆուտբոլին, իմ հյուրերն են Փյունիկ ակումբի կանանց թիմի ֆուտբոլիստուհի Լուիզա Ղազարյանը եւ Փյունիկ ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Գևորգ Մալաքյանը, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Մենք ենք շնորհակալ։ Նախ իհարկե կանանց ֆուտբոլի մասին կխոսենք, մեր երկրում կանանց ֆուտբոլի մասին, երբ որ այդ ֆուտբոլին անդրադառնում ենք, ցավալիորեն նշում ենք, որ վերջերս այդքան շատ չի խոսվում, անդրադարձը լրահոսում այդքան մեծ չի, սպորտային լրահոսի մասին է իհարկե խոսքը, բայց միաժամանակ երբեմն տեսնում ենք լրահոսում մեր կանանց ազգային հավաքականը, աղջիկների կանանց մրցելույթներ է ունենում արտերկրում, մրցաշարերում տարբեր, ցավալի արդյունքներ այդտեղ տեսնում ենք եւ կարծես հետաքրքրվածությունը մեծ չի։ Մենք ինչ կարող ենք փաստել այժմ աղջիկների կանանց ֆուտբոլը, Լուիզա, ինչ մակարդակում է Հայաստան։ Բարև ձեզ, նախ ձեզ ենք շնորհակալ հրավերի համար։ Կարծում եմ մի փոքր այդ մոտեցումը, որ ներկայումս այդքան էլ մեծ տարածվածություն չունի Հայաստանում կանանց ֆուտբոլը, մի փոքր սխալ է, որովհետև ներկայումս ունենք ակումբային թիմեր, մասնավորապես Փյունիկը ու ազգային հավաքականի մակարդակում մրցելույթներ, օրինակ ազգային հավաքականի մրցելույթների մասին ավելի շատ է խոսվում մամուլում, քան ակումբային ակումբային ֆուտբոլի մասին քիչ է խոսվում։ Ակումբային նկատի ունեմ, այո, ակումբային ֆուտբոլի մասին առավել քիչ է խոսվում, քան ազգային հավաքականների մասին, բայց ազգային հավաքականների մասով իհարկե ունենք ցավալի պարտություններ, սակայն պետք է նշենք, որ հաղթանակներ վերջին տարիներին եւս ունեցել ենք ու շատ լավ հաղթանակներ ենք ունեցել։ Խոսքը գնում է որակավորման փուլերի, երթադրանք Եվրոպայի աշխարհի առաջնությունների։ Եվ ունեցել ենք հաղթանակներ նաև, ինչի մասին նույնպես խոսվել է, բայց ցավալի պարտությունները իհարկե կան, որոնք եկեք պարտություններից շատ չխոսենք, եկեք ամենահիշարժան հաղթանակը, քանի որ դուք նաև հավաքականին եք ուշադրություն դարձնում եւ ազգային հավաքականի տեխնացու եք, ձեզ համար ամենահիշարժան նկատի ունեք ազգային հավաքականում ես անձամբ պաշտոնական որևէ խաղում հաղթանակ չեմ տոնել, բայց ունեցել ենք հաղթանակ տնային հաղթանակ էր 6-0 հաշվով հաղթանակ տոնեցինք մի քանի տարի առաջ էր ունեցել եմ շատ լավ հանդիպում, երբ հավաքականը վերաբացվեց 2020 թվականին, ունեցել ենք Լիտվայի հետ հանդիպում ու շատ հիշարժան հանդիպում էր, բոլորը շատ ոգևորված էին այդ խաղով, դրանից հետո եղել են ուրախալի հաղթանակներ, ցավոք ես չեմ մասնակցել, բայց կարևորը հաղթանակներ եղել են։ Բայց այժմ դուք նաև ազգային ընտրանու, տեխնացու կարգավիճակում եք եւ հաշվի առնելով նաև Փյունիկի աղջիկների կանանց թիմի մրցելույթները այս տարի Հայաստանի ներքին առաջնությունում հավակնում եք չեմպիոն դառնալու արդյունք։ Այո։ 1-2 խաղ է մնացել հասնելու համար։ Դրա մասին քիչ հետո խոսենք։ Ամեն դեպքում դուք հավաքականին հետևում եք եւ հետագայում հավանաբար, իհարկե գլխավոր մարզիչ եւ մարշչական կազմը պետք է որոշի, հավանաբար կընդգրկվեք ազգային հավաքականի կազմում։ Հիմա մենք նաեւ դարձյալ արծացելով այն հարցը, ինչից որ սկսեցինք, կանանց ֆուտբոլը Հայաստանում ինչու այդպիսի մեծ զարգացվածություն չունի։ Հետաքրքրվածության մասին խոսեցիք։ Նշեցիք, որ ակումբային մակարդակում ամեն դեպքում կա հետաքրքրվածություն։ Գևորգը կփաստի, որ Փյունիկ ակումբը ունի քանի թիմ։ 3 կանանց 3 թիմ։ Տարբեր տարիքայինների։ Որոնցից մեկը մասնակցում է երկրորդ խմբում, հիմնական թիմը խաղում է բարձրագույն խմբում եւ ըստ մեկը փոքրիկներն դեռևս չեն խաղում։ Ինչու ընդհանուր առմամբ կանանց ֆուտբոլը այսպիսի մեծ զարգացվածություն չունի։ Դե Փյունիկը մի կողմ դնենք, ենթակառուցվածքների հարցն է, ֆինանսական ներհոսքի եւ ուշադրության հարցն է, ինչ հարց է այստեղ։ Մի քանի տեսանկյուններ կան, կարծում եմ, առաջինը հիմնականում զարգացվածությունը բնականաբար
Երևանում է, մարզերում նույնպես կան ենթակառուցվածքներ, որոնք փորձում են, ինչպես նաև ֆուտբոլի ֆեդերացիան միջոցառումներ է կազմակերպում, բայց կարծում եմ հիմնական խնդիրներից նաև այն կարծրատիպն է, որ հայկական ընտանիքներում մի փոքր կողմ չեն աղջիկների ֆուտբոլում ներգրավվածությանը։ Ծանրամարտում աղջիկների ներգրավվածությանը կողմ են, բայց ֆուտբոլում ոչ չենք հասկանում։ Ծանրամարտում արդյունքները շատ էին։ Ծանրամարտում, այո, ծանրամարտում արդյունքները շատ են, ինչպես նաև ծանրամարտը ավելի շատ տարածվածություն ունի Գյումրիում, իսկ ֆուտբոլը հիմնականում Երևանում են։ Իմ կարծիքով Լուիզա եւ Գևորգ, իմ կարծիքով այստեղ խնդիրը նաեւ նրանում է, որ մարզիչների մեծ տեսականի չկա, ովքեր որ կզբաղվեն աղջիկների կանանց թիմերով։ Ճիշտ է։ Համաձայն եմ, այո, կան շատ մարզիչներ, որոնք կանանց ֆուտբոլով զբաղվում են, այսօր Հայաստանում չկան։ Իհարկե ֆուտբոլի ֆեդերացիան փորձում է լրացնել այդ բացը, բայց դա հենց այնպես մի քանի տարում ստեղծել ու ունենալ հնարավոր չէ։ Անհրաժեշտ է շարունակական աշխատանք, ինչը կարծում եմ կտա իր արդյունքները։ Ֆուտբոլիստուհու կարիերան ինչպիսին է Հայաստանում։ Մենք կարծենք արծացեցինք որոշ չափի այս հարցը, բայց ֆուտբոլիստուին տեսեք տարբեր այլ մարզաձևերում, այդ թվում նաև ֆուտբոլում, տղամարդկանց ֆուտբոլում երկար տարիներ իր կարիերան կառուցած, պրոֆեսիոնալ ֆուտբոլ մտած տղամարդիկ հետագայում տեսնում են ֆուտբոլում մնում են ֆուտբոլային աշխարհում, թե մարզչական գործունեությամբ են զբաղվում, թե այսպես ադմինիստրատիվ աշխատանքով են զբաղվում ֆուտբոլում, տարբերակներ շատ կան։ Կանանց պարագայում այս հարցը ինչպիսին է, շատ խորը խնդիր է, թե ոչ։ Ի վերջո դուք նշեցիք, որ նաև մարզիչների պակաս կա, այսինքն որոշ չափի կանանց ֆուտբոլում կարիերա ունեցած աղջիկներ եւ կանայք հետագայում մարզչական աշխատանքով չեն ցանկանում զբաղվել։ Ճիշտ եմ հասկանում։ Մի փոքր համակարծիք չեմ։ Ներկայումս մեր թիմում ունենք աղջիկներ, որոնք հենց Փյունիկ ֆուտբոլային ակումբում զբաղվում են փոքր տարիքային թիմերի մարզչական գործունեությամբ, ունենք աղջիկներ, ովքեր ունեն մարզչական ծավալում են մարզչական գործունեություն, ունենք աղջիկներ, ովքեր արդեն հստակ ունեն իրենց մասնագիտական դիրքորոշումները, այն կարծրատիպը, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլից հետո աղջիկները չունեն որևէ աշխատանք կամ դրա հնարավորությունը մի փոքր այդպես չէ։ Գևորգ, Փյունիկ ակումբին անդրադառնալիս դուք նշեցիք, որ աղջիկների կանանց է տարբեր տարիքային 3 թիմեր կա։ Հետաքրքրվածությունը այստեղ մեծ է եւ Փյունիկը, եթե օբյեկտիվ նայենք իրավիճակին, Փյունիկը այստեղ այս առումով առաջատար է թե ոչ։ Ես կարծում եմ այո, Ես կարծում եմ առաջատար է ոչ միայն արդյունքներով, որը մենք տեսնում ենք ամեն մրցաշրջանում, բայց նաև զարգացվածության ու մասսայականությունը մեծացնելու առումով, եթե մենք խոսում ենք 3 թիմից, այսինքն մենք ունենք ընտրության հնարավորություն ընդգրկելու տվյալ ֆուտբոլիստուիներին տվյալ թիմերում, ես իրականում համակարծիք եմ Լուիզայի հետ, երբ որ մենք խոսում ենք ինչ կար, օրինակ ժամանակին կանանց ֆուտբոլի վերաբերյալ խոսակցությունները ու ինչ կա հիմա, տարբերությունը կարծում եմ բավականին մեծ է։ Ինձ թվում է դուք էլ կհամաձայնեք, որ կանանց ֆուտբոլ ասվածը նույնիսկ համաշխարհային ֆուտբոլում վերջին 10 տարում նոր սկսել է զարգացում ունենալ։ Այսինքն կային ֆուտբոլիստուիներ, կար կանանց ֆուտբոլ, բայց նույն զարգացվածությունը ինչ հիմա ու նույն խոսակցությունները, որ գնում են հիմա կանանց ֆուտբոլի մասին, այն ժամանակ չկային։ Ու նույնը վերաբերում է հայկական ասպարեզում կանանց ֆուտբոլի մասին։ Փյունիկ ֆուտբոլային ակումբը վստահաբար կարող եմ ասել, որ այդ առումով առաջատար է։ Ցավում եմ, որ ակումբները շատ չեն, որոնք ուշադրություն են դարձնում կանանց ֆուտբոլին, այսինքն եթե հիմա նայենք, որ լուրջ ներդրումներ կամ լուրջ վերաբերմունք ցուցադրվում է կանանց ֆուտբոլին, երևի թե 2-3 ակումբի կներկայացնեն, Փյունիկ, Ուրարտու, Գանձասարը ունի աղջիկների թիմ, Լեռնային Արցախի աղջիկների թիմ կա, բայց դա կարծում եմ բավարար չէ ունենալու այն ինչ մենք ցանկանում ենք, բայց եթե խոսենք Փյունիկի մասով, թե ֆուտբոլիստի կարիերայից հետո մարզչական գործունեությունը, թե ֆուտբոլիստների հավաքագրման գործունեությունը, Փյունիկը այս պայն լավագույններից մեկն է, ինչու ոչ նաև լավագույնը։ Դարձյալ վերադառնալով խնդիրների հարցին, տեսեք,
եթե ակումբը կա ֆուտբոլային եւ ունի իր ենթակառուցվածքը, թե իր այսպես իր ստադիոնը, որտեղ իր տնային խաղերն է անցկացնում, իր ամբողջ ենթակառուցվածքով, իր նախապատրաստվելու մարզադաշտերը խոտածածկով, այստեղ ինչն է խանգարում ակումբներին, ենթադրենք, որոնք որ կարող են նաև զուգահեռաբար տղամարդկանց հիմնական թիմից, երիտասարդների, մանկապատանեկան թիմերից ունենալ նաև աղջիկների եւ կանանց թիմեր։ Դա իրականում մի փոքր բարդ է այստեղ գործուն, այսինքն լավ, որևէ մի առանձին մարզիչ կամ մարզչական կազմ պետք է ունենան այդ թիմերը, որոնք զբաղվեն աղջիկներով եւ կանանց ֆուտբոլով, բայց ենթակառուցվածքը արդեն կա, այլ ենթակառուցված ստեղծելու կարիք չկա։ Կարող են այդտեղ խաղալ։ Իրականում փոքր բարդ հարց է, Դավիթ ջան, որովհետև կարծում եմ իմ սուբյեկտիվ կարծիքով էսպես կարող եմ ասել, որ հայկական ֆուտբոլում կան ակումբներ, որոնք հետաքրքրությունը քիչ են մտցնում կանանց ֆուտբոլի մեջ, մտածելով միայն տղամարդկանց ֆուտբոլի մասին, այսինքն մենք մի հատ փորձենք տղամարդկանց ֆուտբոլը բարձրացնենք ինչ որ X մակարդակի վրա, որից հետո կարողանանք կենտրոնանալ այլ ճյուղերի վրա եւս, բայց ինձ թվում է, որ դա այդքան էլ ճիշտ չէ, պետք է հավասարաչափ բաշխվի զարգացման գործունեությունը ու կանանց ֆուտբոլը եւս պետք է տեղ ունենա մեր առօրյայում ու Փյունիկի օրինակով կարող ենք ցույց տալ, որ այդ համակարգը աշխատող է ու եթե դու կարողանում ես ճիշտ ներդրումներ ու ճիշտ մոտեցում տալ նույնիսկ կանանց ֆուտբոլին, ապա արդյունքը կարող է լինել Փյունիկը այս պահին Փյունիկ աղջիկներ թիմը գործող չեմպիոնն է, Ամռանը կմասնակցի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին, եթե չեմ սխալվում 3-րդ տարին անընդմեջ արդեն, այնպես որ արդյունքները բերում են հետաքրքրվածություն, բայց այդ արդյունքների համար պետք է աշխատել։ Այլ ակումբների հետաքրքրվածության պակասը կանանց աղջիկների ֆուտբոլին տարօրինակ է։ Գիտենք, որ FIFA-ն, այսինքն միջազգային ֆուտբոլը կառավարող մեծ ընկերությունները, կազմակերպությունները, այդ նշածս FIFA-ն եւ UEFA-ն Եվրոպայում, նաեւ որոշակի ծրագրեր են իրականացնում աղջիկների կանանց ֆուտբոլը զարգացնելու տարբեր երկրներում։ Այդ ծրագրերից դրդվելով չեն ցանկանում մեր այլ ակումբները ուշադրություն դարձնել։ Իրականում բոլոր ակումբներից չեմ կարող խոսել, կարող եմ խոսել Փյունիկից։ Փյունիկը ինքնին զարգացնելով կանանց ֆուտբոլը նաև կողմ է նման միջոցառումների կազմակերպմանը ու շատ գովելի է FIFA-ի կողմից, որ նրանք պարբերաբար ոնց որ անդադար կատարում են նման գործունեություն, որ անընդհատ, այսպես ասենք, աչքի առաջ պահեն կանանց ֆուտբոլը, որ կա նաև այսպիսի ճյուղ ֆուտբոլում, որ կարող եք եւս դիտել, հետաքրքրվել։ Մենք խոսեցինք մինչև մեր եթերը Arsenal Barcelona հանդիպման մասին, ես դիտել եմ նաև աշխարհի առաջնության եզրափակիչ ու ասեմ նույն հետաքրքրվածությամբ եմ նայել խաղը, նույն ինտրիգը կար, տեմպը գուցե տղամարդկանց ֆուտբոլից մի փոքր տարբերվում էր, բայց դա արդեն հասկանալի է պատճառը։ Համենայն դեպս, չգիտեմ, կարծում եմ, որ պետք է անդադար աշխատանք լինի ու ամենակարևորը ցանկություն զարգացնելու տվյալ ճյուղը ու վստահաբար կարող եմ ասել, որ եթե լինի ցանկություն ու գնանք հայլեր այդ ուղղությամբ, արդյունքը չի ուշանա։ Մեր ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ, որ իմ հյուրերն են Փյունիկ ակումբի կանանց թիմի ֆուտբոլիստուհի Լուիզա Ղազարյանը, ով նաև ազգային հավաքականի թեկնածու է, եւ Փյունիկ ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Գևորգ Մալաքյանը։ Փյունիկ կանանց թիմի այս տարվա արդյունքներին անդրադառնանք։ Ճիշտ է, մրցակցությունը մեծ չէ, թիմերը քիչ են մասնակից առաջնությանը, բայց Փյունիկը դարձյալ հավակնորդն է չեմպիոնությանը եւ կրկնվում եմ մի քանի խաղ է մնացել, որպեսզի այդ տիտղոսը նվաճվի։ Մեզ մնացել է այլևս 2 խաղ, որ դառնանք չեմպիոն։ Նախորդ տարի մասնակցեցինք Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին, գրանցեցինք պատմական հաղթանակ, որը որևէ այլ հայկական ակումբ երբևէ չէր գրանցել, հաղթելով Չեմպիոնների լիգայի խաղ։ Այս տարի ավելի մեծ ցանկություն ունենք, ավելի մեծ նպատակներ։ Փորձ եք հավաքել նախորդ տարի։ Այո, փորձ հավաքել ենք, փորձ հավաքում ենք նաև մեր ներքին մրցաշրջանում, պատրաստվելով յուրաքանչյուր խաղին պատրաստվելով նաև նախապատրաստվում ենք Չեմպիոնների լիգայի խաղերին եւ ի դեպ հաջորդ խաղը լինելու է արդեն իսկ
մրցաշրջանի երկրորդ հատվածի առաջին հանդիպումը այս եղանակով մի քանի օրվա տարբերությամբ նաև փորձում ենք նախապատրաստել Չեմպիոնների լիգայի խաղերին, որովհետև այնտեղ ունենք ընդամենը 2-3 օրվա տարբերություն առաջին եւ երկրորդ խաղերի միջև։ Խոսքը որակավորման փուլի մասին է խոսքը եւ արդեն մրցակիցների մոտավորապես գիտեք։ Դա դեռևս ոչ, դեռևս ամբիողները ամբողջությամբ բաշխված են, բայց մենք կարծում եմ մեր համար տարբերություն չկա ով կլինի մրցակիցը, մեր ֆուտբոլիստուհիները առավելագույն են տալու խաղադաշտում։ Ընդհանուր առմամբ Չեմպիոնների լիգայում մասնակցությունը ակումբին ինչ է տալիս, բացի հետաքրքրվածության, այսպես մասսայականացնելուց հետաքրքրվածությունը կանանց ֆուտբոլի նկատմամբ, Հայաստանի կանանց ֆուտբոլի, նաև ֆինանսապես այստեղ որոշակի առավելություններ կան։ Այո, իհարկե FIFA-ն միշտ աջակցում է, ներողություն, UEFA-ն միշտ աջակցում է, կապ չունի տղամարդկանց ֆուտբոլը թե կանանց ֆուտբոլը, դա արդեն UEFA-ի համակարգից է կախված, կանոնակարգը ինչպես դասավորված է, որքան փուլ անցնում է, ֆինանսական եւ մնացած առումներով աջակցությունը ավելի շատ է մեծանում, բայց բացի ֆինանսականից նաև փորձ է կարծում եմ ֆուտբոլիստներին միջազգային ասպարեզում Լուիզան ինքնին արտասահմանում եւս խաղացել է, թե չեմ սխալվում Էստոնիայում է խաղացել, այո, Հունաստանում, Էստոնիայում, այնպես որ սա դա նաեւ փորձի բարելավում է, ինչպես նաեւ ակումբի համար հանրաճանաչություն ու չգիտեմ զարգացվածության մեծ աստիճան։ Լուիզային ճանաչելի դարձնելու, ել ավելի ճանաչելի դարձնելու մեր ունկնդիրների եւ ֆուտբոլասերների համար նշենք, որ Լուիզան խաղում է որ դիրքում՝ կիսապաշտպանի։ Կենտրոնական կիսապաշտպանի, նաեւ այսպես կոչված խաղարկողի playmaker-ի գործառույթ իրականացնում եք դուք։ Նաեւ ենթահարձակվողի վերջին 2-3 տարիներին մի փոքր կարծում եմ իմ խաղաոճը, մի փոքր չէ, շատ մեծ փոփոխություն կա իմ խաղաոճում։ Ես հիմնականում պաշտպանողական գործողություններով էի աչքի ընկնում իմ ողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում։ Վերջին 2-3 տարիներին առավել շատ հարձակվողական ոճի ֆուտբոլ եմ խաղում եւ դա ինձ իրականում շատ է դուր գալիս, գոլեր չափազանց շատ եմ խփում եւ Էստոնիայի առաջնությունում եմ շատ գոլեր խփել եւ Հունաստանում, Հայաստանում հիմա նույնպես ունեմ արդեն իմ ակտիվում շատ գոլեր։ Ձեր հիմնական առավելությունը ճկունությունն է գնդակին տիրապետելու, բարձրահասակ չեք, այստեղ դա պետք է առավելություն չէ լինի, որպեսզի բարձրահասակ մրցակիցների այսպես դիմադրությունը հաղթահարեք։ Կարծում եմ ճկունություն ունեմ, այո, արագության հետ խնդիրներ չունեմ, առավելություններիցս մեկը երևի կոորդինացիայի հետ, որ չունեմ խնդիրներ եւ ֆիզիկական որակներս իհարկե ամենօրյա աշխատանքով բարելավում եմ, որը ինքնին նույնպես շատ կարեւոր է խաղում։ Դարձել անդրադառնանք Փյունիկ ակումբին։ Փյունիկ ակումբը մոտակա օրերին կնշի իր 34-ամյակը։ Իհարկե, եթե պատմությանը նայում ենք, մենք գիտենք, որ ի սկզբանե ակումբը կոչվում էր Հոմենթմեն, այդպիսի անվանմամբ էր այն հիմնադրվել, հետագայում նոր անկախ Հայաստանի առաջին չեմպիոնն է։ Այո, նոր անկախ Հայաստանի 90 այդ վատ տարիներին, երբ որ թե Արցախյան ազատագրական պայքարներ ընթանում, թե Հայաստանը չափազանց բարդ տնտեսական իրավիճակում էր, հիշում եք 92 թվական։ Այո, իհարկե։ 92 թվական Հոմենթմենը առաջին չեմպիոնն էր։ Հետագայում խնդիրներ եղան, Գևորգ դու դրա մասին խոսեք, խնդիրներ եղան, ակումբը կարծես փակման, թե հենց փակվեց, այո։ Հետո արդեն սեփականատեր փոխվեց, վերանվանվեց Փյունիկ եւ տարիների տասնամյակների ընթացքում դարձավ Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը 16-ակի չեմպիոն։ Իրականում, երբ որ խոսում ենք առաջին չեմպիոնության մասին, այնտեղ մի փոքր հետաքրքիր պատմություն կա, երբ 92 թվականին Փյունիկը եւ Գյումրիի Շիրակը հավասարաչափ միավորներ են հավաքել եւ պետք է որոշեն չեմպիոնական խաղով ով ոսկե խաղով ով պետք է դառնա չեմպիոն, երկուսն էլ մերժել են ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկուսին էլ հռչակել է Հայաստանի չեմպիոն։ Իրականում այդ չեմպիոնությունից ու գավաթակիր դառնալուց հետո, եթե չեմ սխալվում, Փյունիկի մոտ բարդ շրջան սկսվեց 98 թվականին նրանք զբաղեցրեցին 6-րդ հորիզոնականը, դա անհաջող էր Փյունիկի համար ու որից հետո թիմը ակումբը ամբողջությամբ փակվեց, բայց Խորեն Հովհաննեսյանի եւ մնացածի Ռուբեն Հայրապետյանի ջանքերով Փյունիկը կրկին վերաբացվեց, կրեց արդեն Փյունիկ անվանումը ու դրանից հետո արդեն սկսվեց մի պատմություն, որը հիմա գրված է ոսկե տառերով։ Ինչ միջոցառումներ են նախատեսված Փյունիկի 34-ամյակի
կլոր այսպես թիվ չէ, ինչպես ասում են, բայց ամեն դեպքում Փյունիկը ամենապատմական ակումբներից մեկն է, նոր անկախ Հայաստանի մասին է խոսքը իհարկե։ Մենք այնտեղ ունենք Արարատ, Երևան, խորհրդային տարիներից Շիրակ, Լոռի, Կոտայք, չթվարկեմ բոլորը։ Այո, շատ են։ Բայց նոր անկախ Հայաստանի ամենապատմական ակումբներից մեկն է։ Այո, իրականում կարծում եմ այն ժամանակ, երբ դիտեն կամ լսեն մեզ մեր ռադիո ունկնդիրները կամ հետևորդները, այդ միջոցառումը արդեն ավարտված կլինի, որովհետև վաղը մենք ունենալու ենք լեգենդների հանդիպում հայկական ֆուտբոլի լեգենդների եւ Փյունիկի լեգենդների միջև իրականում մենք շատ ենք կարևորում Փյունիկ ֆուտբոլային ակումբը շատ է կարևորում այն մարդկանց, որոնք ժամանակի ընթացքում իրենց ներդրումն են ունեցել ակումբի զարգացման ու ակումբի հաջողությունների մեջ ու մենք հնարավորինս չափով հրավիրել ենք այն բոլորին, որոնք իրենց, չգիտեմ, մի փոքր ներդրումը նույնիսկ ունեցել են, որպեսզի Փյունիկը լինի այն, ինչը մենք հիմա գիտենք, այնտեղ Կարլեն Մկրտչյան կա, Համլետ Մխիթարյան կա, շատ ֆուտբոլիստներ կան, որոնք լինելու են Գևորգ Ղազարյանը կա, որոնք լինելու են լեգենդների թիմում ու ես կարծում եմ, որ եթե խոսում ենք անցյալի մասին, բայց ուշադրություն ենք դարձնում ապագային, հա, պետք է միշտ հիշել անցյալը, ովքեր են օգնել ակումբին ժամանակին ու փորձել մշտապես մեծարել այն մարդկանց, որոնք ստեղծել են Փյունիկ ֆուտբոլային ակումբը։ Եվ ակումբի քաղաքականությունը այդպեսին պիտի լինի։ Այո, կարծում եմ դա ճիշտ է։ Եվրոպայում ոչ միայն Եվրոպայում, նաև Հարավային Ամերիկայում ինչպես են պահում իրենց ակումբների պատմությունը։ Նշանակ։ Չասենք Բրիտանիայում, հետագայում նաև Ֆրանսիայում եւ Իտալիայում, Իսպանիայում 100-ամյա եւ ել ավելի մեծ ակումբներ կան եւ ակումբային ենթակառուցվածք մտնելիս, ստադիոն մտնելիս դու այդ պատմությունը տեսնում ես։ Շունչը զգում ես, շունչը տեսնում ես։ Ոչ միայն շունչը, այլ տեսնում ես սև սպիտակով այդ լուսանկարները դեռևս ենթադրենք նախորդ դարի սկզբնամասում տեղի ունեցած իրադարձությունները պատկերող։ Դարձյալ մեր ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ, որ իմ հյուրերն են Փյունիկ ակումբի կանանց թիմի ֆուտբոլիստուհի Լուիզա Ղազարյանը եւ այս ակումբի մամուլի քարտուղար Գևորգ Մալաքյանը։ Լուիզա, հարցը դարձյալ ձեզ է ուղղվում։ Ֆուտբոլը ձեզ համար հոբի է, որովհետեւ ես գիտեմ, որ դուք նաեւ ուսման մեջ եք, այլ մասնագիտություն եք փորձում ձեռք բերել եւ կձեռք բերեք, դա ձեզ համար հոբի է այս պահի։ Այս պահի զբաղվում եմ պրոֆեսիոնալ, այս պահի հոբի չէ, ես արդեն 13 տարուց ավել զբաղվում եմ ֆուտբոլով, երբ դեռևս 12 տարեկան էի ու կարևոր է նշել, որ հենց ֆուտբոլի համար ես ինքս Երևանից չեմ, Տավուշի մարզից եմ ու հենց ֆուտբոլի համար եմ տեղափոխվել մայրաքաղաք, շարունակել եմ դպրոցական ուսումս արդեն միջնակարգ Երևանում, դրանից հետո արդեն փորձել եմ ընտրել մի մասնագիտություն, որը արդեն ինձ կուղղորդի պրոֆեսիոնալ ֆուտբոլից հետո։ Սերը ֆուտբոլի նկատմամբ ընտանիքում է այսպես ծագել։ Պիտի ասեմ այո, որովհետև հիշում եմ դեռ շատ փոքր տարիքում ֆուտբոլ նայում էինք ամբողջ ընտանիքով, հայրիկս, մայրիկս, ես մինչև այսօր էլ ամեն օր, երբ լինում են ֆուտբոլային հանդիպումներ, մայրիկս զանգահարում է եւ ինձ տեղեկացնում է, որ հեռուստացույցով ցույց են տալիս ինչ-որ ֆուտբոլային թիմի խաղ կամ ես եմ ասում, որ հայրիկիս զգուշացրու եւ կարող եք միասին դիտել տվյալ ֆուտբոլային հանդիպումը։ Ձեր ծնողները հարազատներից եղել են ստադիոնում, հետևել են ձեր խաղին։ Մայրիկս, ընտանիքիս անդամներից քույրիկս եղել են, հայրիկս ցավոք երբեք չի եղել, կցանկանամ, որ մի օր նույնպես նա նաև լինի։ Լուիզա, տեսեք, դուք խոսքի մեջ ձեր մի քանի րոպե առաջ նշեցիք, որ կարծրատիպ, որ աղջիկները պետք է չզբաղվեն եւ ֆուտբոլով եւ կարծես թե ծնողները իր զավակներին փորձում են հերու պահել կանանց ֆուտբոլից, աղջիկների ֆուտբոլից։ Ձեր պարագայում, ձեր ընտանիքում այդպես չի եղել։ Պարագայում նման խնդիր ընդհանրապես չի առաջացել, որովհետև ծնողներս երկուսն էլ չգիտեմ ինչ հաջողությամբ ընդառաջել են ու դա արդեն ինձ համար շատ մեծ ձեռքբերում էր, երբ նման փոքր տարիքում ինձ թույլ տվեցին միայնակ տեղափոխվել Երևան եւ զբաղվել ֆուտբոլով։ Հետագայում նաև արտերկիր։ Այո։ Հետագայում նաև արտերկիր։
Եվ վերջում մեր զրույցի անդրադառնանք ընդհանուր համաշխարհային կանանց ֆուտբոլին։ Դուք արդեն ձեր խոսքում նշեցիք, որ Գևորգը նշեց, որ Արսենալն եւ Բարսելոնա Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի եզրափակիչներ բավական դիտարժան։ Ֆուտբոլը, կանանց ֆուտբոլը դիտարժան է դարձել, կարծես վերջին 2 տասնամյակում։ Մենք կհիշենք աշխարհի առաջնություններում, թե որքան հաջողեց կարծես տղամարդկանց ֆուտբոլում չհաջողող Ամերիկայի Միացյալ Նահանգները ամենատիտ խոսակիր հավաքականն է, եթե չեմ սխալվում։ Այո, դա այդպես է։ Արի ուտես, որ այդպես է։ Եվրոպական թիմերը, հարավամերիկյան թիմերը այդ շրջանում մրցակից չէին Միացյալ Նահանգների ընտրանում։ Հետագայում իհարկե իրավիճակը փոքր-ինչ փոխվեց 2010-ական թվականներին, մինչ այդ էլ արդեն եվրոպական թիմերը սկսեցին հաջողել, Բրազիլիան դարձավ հիմնական ֆավորիտներից մեկը։ Հիմա եթե նշենք ուժեղագույն կանանց թիմերը, դա թե Բրազիլիան է, թե Իսպանիան է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն։ Արդեն բարդ է ասել ով է լավ։ Անգլիան է, Գերմանիան է, որը նույնպես աշխարհի չեմպիոնի եւ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է։ Անգլիայի հավաքականն է, այսինքն պատմականորեն ֆուտբոլը այն երկրները, որոնցում ֆուտբոլը զարգացած է, Միացյալ Նահանգներին մի կողմ դնենք, այնտեղ կարծես թե կանանց ֆուտբոլը ավելի լավ արդյունքներ է ունեցել, քան տղամարդկանց։ Դե կարծում եմ, եթե խոսենք համաշխարհային ֆուտբոլից, իրոք հիմա այն աստիճանն է, որ դու կարող ես դնել 90 րոպե լարված նայել հանդիպումը կոնկրետ երկրպագի։ Ռոմանտիզմը կա, այո, իհարկե։ Ես նշեցի, որ կա ինտրիգ, կա դրամա, կա ռոմանտիզմ, ամեն ինչ առկա է կանանց ֆուտբոլում։ Ես իրականում չէի սպասում, որ ես կարող եմ ունենալ սիրելի ֆուտբոլիստուհի, որովհետև իմ ուղղվածությունը միշտ տղամարդկանց ֆուտբոլն է եղել, բայց Ալեքսիա Պուտելյասը կարծում եմ այս պահին այնպիսի մակարդակ է ցույց տալիս կանանց ֆուտբոլում, որ ուղղակի չես կարող չծափահարել, չես կարող գովեստի խոսքել չասել, որովհետև հիասքանչ ֆուտբոլ է խաղում ու վստահեցնում եմ, որ նման ֆուտբոլիստուին նաև տղամարդկանց ֆուտբոլում աղմուկ կբարձրացնի։ Ոսկե գնդակի դափնեկիր, այո, չեմ կրկնակի դափնեկիր։ Եվ ոսկե գնդակի այս մեծ միջոցառման, որը տեղի ունենում որպես կանոն Փարիզում, մեծ ուշադրություն է գրավում հենց կանանց ոսկե գնդակի, այսինքն տեխնացուների այդ ներկայացումը տղամարդկանցը չի զիջում։ Այո, ընդհանրապես։ Այս լրիվ համաձայն եմ ասել։ Այս պարագայում Լուիսա, դուք ունեք այսպես ֆավորիտ այնպիսի բացի դե Հայաստանի հավաքականից, այն ֆավորիտ ում խաղերին դուք հետևում եք, թե անհատապես, այսինքն որևէ ֆուտբոլիստուհու, Գևորգը նշեց, անուն նշեց, որևէ ֆուտբոլիստուհու, թե նաև որևէ հավաքականի կամ ակումբի։ Հավաքականներից ավելի շատ նախընտրում եմ Անգլիայի հավաքականի խաղերը։ Ինչու։ Կարծում եմ Իհարկե Իսպանիայի հավաքականը կարծում եմ ավելի ուժեղ է, բայց նախապատվությունը տալիս եմ Անգլիայի հավաքականին, որովհետև ես ինքս աղջիկների ակումբային ֆուտբոլում նախընտրում եմ Չելսի ֆուտբոլային ակումբը, տղամարդկանց ֆուտբոլում Բարսելոնան, Չելսիում ունեի նախընտրելի ֆուտբոլիստ, հիմա էլ շատ մեծ ուշադրությամբ հետևում եմ նրա խաղերին, դանիացի Փերնիլ Հարդերն է։ Հիմա ցավոք նա խաղում է Գերմանիայի Բունդեսլիգայում, Բավարիայում, բայց հետևում եմ մինչ օրս Չելսիի խաղերին, մրցելույթներին ու նախընտրում եմ Անգլիայի հավաքականը։ Հետաքրքրվածությունը մեծանում է, չէ՞, Գևորգ, կանանց ֆուտբոլի նկատմամբ եւ այլ ավելի մեծ թափ է առնում։ Նույնիսկ կան մեր արդեն տարիքով մեր ավելի բարձր սերունդների ֆուտբոլասերներ, որոնք նշում են, գիտեք, այն ֆուտբոլը, որ մենք տեսել ենք, ենթադրենք մինչև 90-ական թվականներին, այդ ռոմանտիկ ֆուտբոլը ոչ այդքան արագաշարժ եւ այլն, ոչ այդքան կոնտակտային, ինչպեսին հիմա է, որտեղ կային աստղեր, որտեղ կային անհատականություններ, մենք էլ դե հիմա այդ ֆուտբոլը փոքրինչ փոխվել է, զարգացվածությունը այլ ուղղությամբ է գնացել, բայց եթե հանկարծ աչքներովս ընկնում է կանանց ֆուտբոլը, մենք տեսնում ենք այդպիսի ֆուտբոլ։
այդ տարերը այնտեղ երևում են։ Այո, ես ամբողջությամբ համաձայն եմ։ Օրինակ, երբ որ մենք խոսում ենք, օրինակ տարիքով ավելի մեծ ֆուտբոլասերների հետ, օրինակ, իրանք ինչն են առաջնային նշում 90-ականների ֆուտբոլի ասերիայում էր։ Հիմա փորձիր մեր երիտասարդ սերնդին համոզել, որ այն ասերիան, որը հիմա դու դիտում ես, ընդհանրապես կապ չունի այն ասերիայի հետ, որը դու դիտում ես 90-ականների ժամանակ։ Չկա Դել Պիերո, չկա Տոտի, չկա Բաջո եւ այլն, բայց եթե խոսում ենք կանանց ֆուտբոլի մասին, իրականում այն ինչը իմ համար է կարևոր, ինչն է ակնառու եղել ինձ համար, դա տեմպն է, խաղի տեմպն է, որը բավականին բարձր է։ Ես իրականում ամենայն հարգանքով բայց սպասում եի ավելի ցածր տեմպի, բայց այնինչ ես տեսա կոնկրետ հենց Arsenal Barcelona եզրափակիչ, ես ամբողջ ուշադրությունս ես լինում են ժամանակներ, երբ հեռախոսից մեջ եմ լինում խաղ դիտելիս, բայց այդ հանդիպումից 90 րոպե նայել եմ էկրանին, որովհետև թե տեմպը, թե որակապես, թե ֆիզիկական պայքարը ամեն ինչը բավարար էր բարձր մակարդակի ֆուտբոլի համար։ Եվ մենք ցանկանում ենք, որ այդպիսի ֆուտբոլին մենք փոքրինչ մի քայլ էլ անենք մոտենալու աշխատում ենք այդ ուղղությամբ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու եւ հետաքրքիր զրույցի համար։ Մեր ունկնդիներին եւ ակնդիներին հիշեցնեմ, որ իմ հյուրերն էին Փյունիկ ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Գևորգ Մալաքյանը եւ ակումբի կանանց թիմի ֆուտբոլիստուհի ազգային հավաքականի թեկնածու Լուիզա Ղազարյանը։ Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, շարունակեք հետևել մեզ առայժմ։ Sportcast